Փառք Տիրոջը։ Պատգամը, որ այսօր կա իմ սրտում, կոչվում է Աստծո գեղեցիկ գործերը։ Երբ որ ասում ենք Աստծո գեղեցիկ գործերը, նկատի չունենք, որ Աստված ունի տգեղ գործեր։ Աստծո բոլոր գործերն են գեղեցիկ։ Բայց ես կամենում եմ, որ այսօր միասին նայենք Աստծո գործերին մեկ այլ տեսանկյունից, թե ինչ էր Աստված անում, երբ սկսեց արարչությունը եւ ինչ է Աստված անում այսօր, ինչպես է Աստված այսօր արարում մեր կյանքերում։ Աստծո էության առանձնահատուկ կողմերից մեկն այն է, որ Աստված արարիչ է։ Նրա անուններից մեկն էր Էլոհիմ։ Սա նշանակում էր արարիչ, դա նրա էությունն էր, դա նրա էության մի մասն էր։ Աստված արարիչ էր։ Եվ այն ամենը, ինչ Աստված արարում էր, դա բարի էր։ Ժողովող 3:11-ում գրված էր. նա ամեն ինչ գեղեցիկ արեց իր ժամանակին։ Որքան հրաշալի է, որ Աստված ոչ միայն արարում է, այլ նաև ամեն բան անում է իր ժամանակին։ Աստված երբեք ոչ մի հարցում չի վրիպել իր արարչության մեջ։ Նա ամեն ինչ բարի ու գեղեցիկ է ստեղծել։ Նրա արարչագործությունն անգամ պատմում էր հենց Աստծո փառքը։ Սաղմոս 19:1-ում գրված էր. երկինքները պատմում են Աստծո փառքը եւ հաստատությունը ցույց է տալիս նրա ձեռքի գործերը։ Գիտեք, եթե նույնիսկ օրերից մի օր երկրի վրա չմնար այլևս ոչ մի մարդ, որ կպատմեր Աստծո փառքը, միևնույնն է, երկինքը պատմելու էր Աստծո փառքը։ Աստծո արարչագործությունը պատմելու էր նրա փառքը։ Կարող եք պատկերացնել մարդկային ձեռքի ամենամեծ գլուխգործոցները, որ երբևիցե այս կյանքում հանդիպել եք։ Պատկերացրեք Լեոնարդո դա Վինչիի կտավները, Բեթհովենի երաժշտությունը, Շեքսպիրի գրվածքները, կամ էլ Թոմաս Էդիսոնի կողմից էլեկտրական լամպի հայտնագործումը։ Այս ամենը պարզապես ոչինչ են այն գլուխգործոցի համեմատ, որն Աստված է ստեղծում։ Սաղմոս 8-ում Սաղմոս 2-ն ասում էր. երբ տեսնում եմ երկինքը քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը, որ դու նրան հիշում ես, կամ մարդու որդին, որ դու նրան այցելություն ես անում։ Որքան զարմանալի էր Սաղմոս 2-ն ապշած լինելով Աստծո զարմանահրաշ ստեղծագործությամբ, նայում էր այդ ամենի անսահմանությանը, գեղեցկությանը, նայում էր ու ասում. ես զարմանում եմ այս ամենի մեջ, այս ամենը քո ձեռքի գործերն են, ով է մարդը, որ դու հիշում ես նրան, որքան փոքր է մարդը, բայց Աստված այլ կերպ էր մարդու մասին մտածում։ Մեր Աստված ուներ մի զարմանալի բնավորություն, Աստված արարիչ էր, բայց այն ամենը, ինչ Աստված արարում էր ոչ թե համապատասխան պայմաններում, այլ միշտ արարում էր քաոսի մեջ։ Աստված հայտնվում էր այնտեղ, որտեղ խառնաշփոթ էր, որտեղ քաոս էր, եւ սկսում էր դրանից ստեղծել ինչ-որ գեղեցիկ մի բան։ Ծննդոց առաջին գլխում, երբ կարդում ենք 1-ից 3 համարները, գրված է. սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ երկիրն անձև ու դատարկ էր, անդունդի վրա խավար կար, եւ Աստծո հոգին շարժվում էր ջրերի վրա, եւ Աստված ասաց. թող լույս լինի։ Գրված է, որ երկիրը անձև ու դատարկ էր։ Անձև ու դատարկ բառերը բնագրում, բնագիր Աստվածաշնչում, դրանք վաու թոբոու բառերն են, դրանք նույն թոհուբոհ բառերն են։ Սա նշանակում է, որ տեղի էր ունեցել ինչ-որ ավերածություն, ամեն բան գտնվում էր քաոսի մեջ, ամեն բան իր կարգից դուրս էր եկել, չկար ոչ մի կարգ ու կանոն։ Բայց հանկարծ Աստծո հոգին սկսում էր շարժվել ջրերի վրա։ Եվ զարմանալի է, որ Աստված իր արարչության համար ընտրեց տիեզերքի ամենամեծ քաոսը,
երբևիցե նման քաոս այլևս չի եղել։ Իհարկե դեռ լինելու է, բայց մինչ օրս դեռ այդպիսի քաոս չէր եղել։ Բայց Աստված ասաց լույս լինի։ Երբ Աստված ինչ որ բան փորձում է արարել քաոսի մեջ, առաջին բանը, որ Աստված անում է, դա լույս է բերում։ Եվ սա ոչ թե այն լույսն էր, որը մենք հիմա տեսնում ենք, սա ոչ թե արեգակի լույսն էր, սա Աստծո փառքի լույսն էր, ինչու, որովհետև Աստված արեգակը դեռ չէր ստեղծել, բայց Աստված ասաց թող լույս լինի։ Աստծո փառքի լույսը լուսավորեց այդ ամենը, եւ գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ Աստծո լույսը հայտնվեց, Աստված զատեց խավարը լույսից։ Այդ պահից սկսած, երբևիցե այնտեղ, որտեղ հայտնվում է լույսը, խավարը ցրվում է։ Աստծո հոգին կարող է իրականացնել Աստծո գեղեցիկ գործերը, Աստծո արարչությունը նաև մեր կյանքում։ Բայց ինչպես որ այս քաոսի մեջ Աստված կարիք ունեցավ լույսի, մեր կյանքերում, եթե մենք ցանկանում ենք, որ Աստված արարի իր գործերը, մենք կամենում ենք, որ Աստված իրականացնի իր գեղեցիկ գործերը, մենք կարիք ունենք, որ սկզբում մեր կյանքում գա Աստծո լույսը։ Այնտեղ, որտեղ կա լույսը, ես ասացի, որ խավարը տեղ չունի։ Մի այսպիսի առակ կա, մի փոքր հումորային, ասում է խավարը մի օր իրեն շատ հալածված է զգում, շատ տանջված է զգում, հոգնած է լինում արդեն։ Գալիս է Աստծո մոտ ու ասում. Տեր Աստված, լույսը ինձ հանգիստ չի տալիս։ Ամեն անգամ, որտեղ որ ես հայտնվեմ, որտեղ որ ես լինեմ, երբ նա հայտնվում է, ինձ մի անգամից հալածում է։ Ես հանգիստ չունեմ։ Չկա այդպիսի մի տեղ, որ նա հայտնվի, բայց ինձ հանգիստ թողնի։ Խնդրում եմ, ասա այս լույսին, որ ինձ այլևս չհալածի, չտանջի, թող ինձ հանգիստ թողնի։ Աստված կանչում է լույսին եւ ասում. Լույս, ինչու ես խավարին հալածում, ինչու ես այդ խավարին տանջում, ինչու չես թողնում հանգիստ խավարին։ Լույսը զարմացած նայում է Աստծուն եւ ասում է. Ինչ խավար, ես չեմ ճանաչում նրան, ես երբեք չեմ տեսել նրան։ Ամեն ժամանակ, երբ գալիս է Աստծո լույսը, խավարը այլևս տեղ չունի։ Գիտեք, խնդիրը իրականում քաոսը չէր, խնդիրը խավարն էր։ Մեր կյանքերում, երբ որ քաոս է, վախենալուն ոչ թե քաոսն է, այլ խավարը, որ պատում է այդ քաոսը։ Որովհետև երբ որ խավարը ցրվում է, քաոսն այնքան էլ վախենալու չէ։ Երբ որ խավարը ցրվում է, քո միտքը լուսավորվում է։ Պատկերացրու, դու մտնում ես տուն, սենյակ, ամբողջությամբ մութ, ոչինչ չես տեսնում, ոչ մի լույսի շող անգամ չի ներթափանցում ներս, դու քայլում ես, ոտքդ հարվածում ես մի բանի, ընկնում ես գետնին, ձեռքդ դնում ես սեղանին, որ բռնվես, բարձրանաս, բաժակն է ընկնում, կոտրվում, եւ երբ բաժակը կոտրվում է, դու արդեն հասկանում ես, որ քաոս է, արդեն վտանգ կա, դու սկսում ես վախենալ։ Դու սկսում ես վախենալ, որովհետև ապակու կտորներ կան գետնին, դու վախենում ես, որ կվնասվես, ոտքդ նորից կհարվածես։ Ինչ է տեղի ունենում, երբ սկսվում է այդ քաոսը, երբ դու ընկնում ես, առաջինը ինչ ես դրանից հետո փնտրում։ Լույսը։ Դու փնտրում ես լույսը, որովհետև երբ որ լույսն արդեն վառում ես, միացնում ես, դրանից հետո խավարը ցրվում է եւ քաոսն արդեն այնքան էլ սարսափելի չէ։ Դու արդեն գիտես որտեղից սկսես եւ որտեղ ավարտես։ Եթե մեր կյանքում կան ինչ-որ բնագավառներում քաոսներ, խնդիրը քաոսը չէ։ Վախենալուն դա քաոսը չէ։ Վախենալուն խավարն է,
որը պատում է այդ քաոսը։ Այդ բնագավառը մեր կյանքի պիտի առաջին հերթին գա Աստծո լույսի ներքո, որից հետո խավարն անմիջապես կծրվի եւ դու կունենաս իմաստություն քո կյանքում կարգ ու կանոն բերելու։ Շատ հաճախ կան մարդիկ զարմանում են, ինչու Աստծո գործերը իրենց կյանքում չեն իրականանում, ինչու Աստված իրենց կյանքում չի գործում, ինչու է իրենց կյանքում քաոս։ Բայց որքան էլ զարմանալի թվա, այդ մարդկանց խնդիրը քաոսը չէ, խնդիրը խավարն է։ Խնդիրը այն բնագավառն է, որը կարիք ունի Աստծո լույսի ներքո լինելու։ Ես ասացի սկզբում, որ Աստված իր գործերը արարում է քաոսի մեջ։ Նույնը մեր կյանքում է։ Երբ Աստված հայտնվում է մարդու կյանքում, շատ հաճախ մարդու կյանքում սկսվում է քաոս։ Քանիսիդ մոտ է եղել, որ Հիսուսը եկել է ձեր կյանքի մեջ ու զարմանալիորեն նկատել եք, որ Տեր Աստված, ես ինչ-որ ուրիշ բան էի սպասում, ինչ-որ խառնաշփոթ է իմ կյանքի մեջ։ Մարդիկ, ովքեր ինձ հարգում էին, հիմա այլևս չեն ուզում ինձ հետ շփվեն, ինձ իմ աշխատանքից հեռացրին, ինչ կատարվեց։ Ժամանակակից բարգավաճման ուսմունքը կհերքի սա ու կասի, որ այդպիսի բան հնարավոր չի, երբ Աստված հայտնվում է քո կյանքում, նա քեզ տանում է փառքից դեպի փառք, հավատքից դեպի հավատք, հաղթանակից դեպի հաղթանակ, դու պիտի բարգավաճես, դու պիտի հարստանաս, քո բոլոր խնդիրները պիտի լուծվեն, որովհետև Հիսուսը հենց դրա համար խաչվեց եւ Հիսուսը հենց դրա համար եկավ քո կյանք, որ քո բոլոր խնդիրները լուծվեն։ Սա ասում է բարգավաճման ավետարանը։ Բայց արդյոք սա ճշմարիտ է։ Աստվածաշնչյան հերոսներից ոմանց կյանքում, երբ Աստված հայտնվեց, նրանց կյանքում արդեն քաոս էր։ Բայց նրանցից կային ոմանք, ում կյանքում, երբ Աստված հայտնվեց, նրանց կյանքում սկսվեց քաոս։ Ես ուզում եմ, որ նայենք նոր կտակարանից մի շատ առանցքային կերպարի օրինակը, որը կարծում եմ իմ բերած օրինակը կհաստատի, եւ մենք կհասկանանք, որ Աստծո գեղեցիկ գործերը միշտ չի, որ ամենասկզբում երևում են գեղեցիկ։ Եվ Աստծո շնորհքը միշտ չի, որ մեզ բերում է միանգամից բարեկեցություն, հանգստություն եւ խաղաղություն։ Ես ուզում եմ, որ մենք նայենք Մարիամի պատմությունը։ Ղուկասի ավետարան առաջին գլուխ 26-րդ խոսքից գրված է։ Եվ 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ կոչվող քաղաքը մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մեկի հետ։ Կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ողջույն, ով շնորհընկալ»։ Քանիսդ կկամենայիք, որ Գաբրիել հրեշտակը գար ձեզ մոտ եւ ասեր. «Ողջույն, ով շնորհընկալ»։ Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ։ Եվ երբ տեսավ նրան, շփոթվեց նրա ասածից ու մտածում էր, թե ինչ է նշանակում այս ողջույնը։ Եվ հրեշտակը ասաց նրան. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար։ Ահա կհղիանաս, որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի, բարձրյալի որդի կկոչվի, Տեր Աստված նրան կտա իր հոր Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպես կլինի դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ բարձրյալի զորությունը քեզ վրա հովանի կլինի։ Ուստի քեզանից ծնվածը սուրբ կլինի, կկոչվի Աստծո որդի»։ Հիմա ուզում եմ, որ այս պատմությունը մի փոքր նայենք միասին, փորձենք վերլուծել, մի փոքր մեր երևակայությունը նաև աշխատացնենք։ Պատկերացրեք, մոտավորապես գուցե Մարիամը, չգիտեմ, 15 տարեկան էր, 16 տարեկան էր կամ ավելի փոքր էր։ Մի փոքրիկ
հրյա աղջնակ, որի կյանքում ամեն ինչ նորմալ է։ Այնքան նորմալ է, որ անգամ հրեշտակն է երկնքից գալիս իր մոտ, պատգամով։ Ամեն բան հրաշալի է։ Այս փոքրիկ աղջնակը պատրաստվում է իր հարսանիքին։ Քանիսդ եք պատրաստվել ձեր հարսանիքին։ Կանայք հատկապես հիշում են, ինչպես էիք պատրաստվում։ Առաջինը, որ պատկերացնում էիք, դա հարսանեկան զգեստն էր, ինչպիսին պետք է լինի այդ հարսանեկան զգեստը, ու պատկերացրեք, այս աղջիկը նույնպես հիշում, պատկերացնում է այդ հարսանեկան զգեստը, իր ընկերուհիների հետ անընդհատ գուցե ամեն օր քչփչում են, թե որքան գեղեցիկ է Հովսեփը, ես պատկերացնում եմ, թե ինչքան գեղեցիկ էր Հովսեփը։ Պլանավորում էին, ծրագրում էին իրենց հարսանիքը, պլանավորում էին, թե քանի երեխա պետք է ունենան։ Ամեն օր ուրախությամբ սպասում էին հարսանեկան արարողությանը։ Ամեն բան հրաշալի էր այս աղջնակի կյանքում։ Եվ սա էլ բավական չի, օրերից մի օր հայտնվում է ամենակարող Աստծո հրեշտակը։ Հայտնվում է այս աղջկան ու ասում. «Ողջույն քեզ, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Դուք պատկերացնում եք այդ փոքրիկ աղջնակի վիճակը։ Հերիք չի իր կյանքում ամեն բան հրաշալի է։ Նա պատրաստվում է իրականացնել իր երազանքը։ Սա բավական չի։ Հիմա էլ ամենակարող Աստված իր հրեշտակին ուղարկել է, որ ասի, որ դու իմ առաջ ես շնորհք գտել։ Տերը քեզ հետ է։ Պատկերացնում եմ ինչպիսի հիացմունքով այս աղջիկը վազեց հետո Հովսեփի մոտ, իր ընկերուհիների մոտ գուցե, որ պատմի, թե ինչ է կատարվել, որ Աստված ոչ թե ինձ օրհնում է միայն լավ ամուսին, այլև լսեք, թե ինչ է տեղի ունենալու։ Եվ դրանից անմիջապես հետո այս ամբողջ կարգ ու կանոնի մեջ, որտեղ չկար ոչ մի շեղում, ամեն բան հրաշալի էր այս աղջկա պատմության մեջ, մինչ այն պահը, երբ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասեց. «Ողջույն, ով շնորհընկալ»։ Սրանից հետո նրա կյանքը փոխվեց։ Հայտնվեց քաոսը, հայտնվեց խառնաշփոթը։ Եթե դուք ուսումնասիրեք հին ուխտը և տեսնեք, թե ինչ էր սպասվում այն աղջկան, ով առանց ամուսնանալու կարող էր հղիանալ, կտեսնեք, որ իրոք վախենալու մեծ առիթ ուներ Մարիամը։ Վախենալ հասարակության կարծիքից, վախենալ սեփական մահվանից, սա էլ բավական չի։ Նա ում մոտ նա պետք է գտներ իր օգնությունը, Հովսեփը պատրաստվում է հրաժարվի նրանից, բայց արդար մարդ լինելով, հանուն արդարության ասում է լավ, խայտառակ թող չլինի, գոնե ծածուկ կարծակեմ, որպեսզի խայտառակ չլինի։ Մարիամը կարող էր նայել երկինք ու ասել Աստծուն. Տեր իմ Աստված, սա քո շնորհքն է։ Սա նշանակում է, որ ես շնորհք եմ գտել քո մոտ։ Սա է քո շնորհքը։ Բայց փառք Աստծուն, Մարիամը չգիտեր բարգավաճման ավետարանի մասին։ Դրա համար էլ այդպիսի հարցեր չտվեց։ Բայց Մարիամը կարող էր ասել. Տեր իմ Աստված, երբ քո հրեշտակը հայտնվեց, ես մտածեցի, որ ամեն բան ավելի լավ պետք է լինի, բայց ամեն բան ավելի է վատանում։ Ինչու, Տեր Աստված։ Չէ՞ որ դու պատրաստվում էիր քո գեղեցիկ գործերը իրականացնել իմ կյանքում։ Չէ՞ որ դու պատրաստվում էիր ինձ շնորհք տալ։ Այս ինչ տեղի ունեցավ։ Իմ նշանածը պատրաստվում է թողնի ինձ։ Իմ կյանքը քանդվեց։ Իմ հարսանիքը չեղյալ համարվեց։ Այլևս չկա հարսանիք։ Այլևս չէր կարող լինել հարսանիք։ Երբ Աստված պատրաստվում է իր գեղեցիկ գործերը իրականացնել քո կյանքում,
Երբ դու երբևիցե Աստծուց կլսես, որ Տերը պատրաստվում է շնորհք արձակել քո կյանքում, երկար մտածիր ցատկելուց առաջ, ուրախանալուց առաջ, որովհետև պիտի պատրաստ լինես քաոսի, թոհուբոհի։ Քանի որ երբ Աստված պատրաստվում է իրականացնել իր գեղեցիկ գործերը մեր կյանքում, երբ Աստված պատրաստվում է արարել մեր կյանքում, նրա արարչության հիմնական օբյեկտը դառնում է ոչ թե այն գործը, որ նա պատրաստվում է անել, այլ դառնում ես դու եւ ես։ Երբ Աստված պատրաստվում է քո կյանքում ինչ-որ բան արարել, Աստված անմիջական գործ ունի քեզ ու քո բնավորության հետ։ Դու պիտի պատրաստ լինես քաոսի, դու այսպես կոչված թիրախն ես դառնում Աստծո, բայց լավ է Աստծո թիրախը լինել։ Լավ է Աստծո թիրախը լինել։ Նա ուզում է գործ ունենալ քեզ հետ։ Նա ավելի հետաքրքրված է ինչ որ բան անել քո միջոցով, քան քեզ համար։ Նորից պիտի անդրադառնամ բարգավաճման ավետարանին, որը մեզ սովորեցնում է, որ Աստված հիմնականում հետաքրքրված է ամեն բան անել մեզ համար, ինձ համար։ Բայց Աստված առավել հետաքրքրված է մեր կյանքում ինչ որ բան անել մեր միջոցով։ Նա քեզ տեսնում է որպես գործակից, ոչ թե պարզապես դիտորդ։ Հրաշալի է, երբ Աստված քո կյանքում հրաշք է անում։ Եվ կան ժամանակներ, որ մենք դրա կարիքը ունենք։ Փառք Աստծուն հրաշքների համար, որոնք նա անում է մեր կյանքում, բայց առավել հրաշալի է, երբ նա այդ հրաշքն անում է քո միջոցով։ Եփեսացիների 2-րդ գլուխ 10-րդ խոսքում գրված է. որովհետև մենք նրա ձեռքի գործն ենք Քրիստոս Հիսուսով բարի գործերի համար ստեղծված, որոնց Աստված նախապես պատրաստեց, որ նրանց մեջ քայլենք։ Աստված պատրաստել է բարի գործեր, որոնց մեջ մենք պիտի քայլենք, բայց դրանից առաջ հրաշալի խոսք է ասում. մենք նրա ձեռքի գործն ենք Հիսուս Քրիստոսով բարի գործերի համար ստեղծված։ Աստված արդեն որոշել է այն բարի գործերը, որոնք մենք պիտի անենք։ Ինչպես մեր ընդհանուր բարեկամ Դերեկ Պրինսն էր ասում, դուք կարիք չունեք անհանգստանալու այն բարի գործերի համար, որ Աստված նախատեսել է։ Նա ձեզ կբերի դրա մեջ։ Այսօր Աստված այլևս չի արարում երկինք ու երկիր։ Աստված իր արարչությունը չի կապում այլևս տիեզերքի հետ, որովհետև նա տիեզերքն արդեն ամբողջացրել է։ Նա ոչինչ չի թողել, նա ոչ մի հարցում չի վրիպել, տիեզերքը այսպես վայրկյաններով, միլիմետրերով, իր կառուցվածքով ոչ մի շեղում չունի։ Ինչքան էլ մեզ պատմեն գիտնականները, փիլիսոփաները, տիեզերքում հայտնաբերած ինչ-որ շեղումների մասին, տիեզերքում չկա շեղում, որովհետև տիեզերքն Աստված է պահում իր խոսքի միջոցով։ Այսօր Աստված չի արարում այլևս տիեզերք, բայց Աստված ունի մեկ այլ արարչություն։ Եվ այդ արարչությունը նա իրականացնում է իմ ու քո մեջ։ Նկատեցիք, սկզբում Աստծո արարչությունը ուղղված էր դեպի դուրս։ Նա ամեն բան անում էր դրսում։ Այսօր այդ արարչությունը ուղղված է դեպի ներս, դեպի իմ ներսը և դեպի քո ներսը։ Եվ որպեսզի նա կերտի քեզանից այն գեղեցիկը, որը նա տեսել է, նա պիտի լույս բերի քո կյանքի մեջ։ Գիտեք, հեշտ չէ միշտ լույսի մեջ քայլելը։ Երբեմն կան ծածուկ բաներ, որ մենք կամենում ենք բերել Աստծո լույսի առաջ և բերում ենք համարձակ, բայց երբեմն կան բաներ, որոնց մասին մենք չենք ուզում խոսել։ Կան բաներ, որոնց մասին մենք չենք ուզում խոսել նույնիսկ Աստծո հետ։ Մենք չենք ուզում այդ բնագավառները բերել լույսի առաջ, դրա համար էլ հեշտությամբ կոծկում ենք, ծածկում ենք այդ բնագավառները։ Ծածկում ենք այնքան ժամանակ, մինչև սկսվում է քաոսը։ Երբ սկսում է քաոսը, երբ խավարը պատում է, այդ ժամանակ ստիպված աղաղակում ենք Աստծուն։ Ոմանք ասում են, բա ուր է Աստված, ոմանք էլ քանի որ գիտեն, որ Աստված կա,
ասում են ինչու Տեր։ Ինչու սա պատահեց ինձ հետ։ Կա երկու քաոս։ Մեկը, որ Աստված է թույլ տալիս, որովհետև Աստված խառնվել է ու ինչ-որ բան է ուզում կառուցել։ Մյուսը, երբ որ մարդն է իր անմտությունից հայտնվում քաոսի մեջ։ Առաջինի համար պատասխանատվություն է կրում Աստված, երկրորդի համար մարդը։ Դրա համար մեզ բավարար իմաստություն է պետք, որպեսզի ինքներս մեզ համար քաոս չստեղծենք։ Մեր կյանքի ոչ մի բնագավառ չպետք է զերծ մնա Աստծո լույսից։ Եթե կա խավար որևէ բնագավառում, ապա այդ խավարը պետք է ցրվի։ Առաջին Հովհաննես 1:7-ում գրված է. իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, միմյանց հետ հաղորդություն ենք ունենում։ Նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից։ Որքան հրաշալի է, որ Աստվածաշունչը հաստատում է, որ եթե մենք ասում ենք, որ քայլում ենք լույսի մեջ, մենք մեկս մյուսի հետ հաղորդություն ունենք։ Եվ սա ասեմ ձեզ առաջին նախապայմանն է, որ դու կարող ես հասկանալ, որ մարդը քայլում է լույսի մեջ։ Որովհետև երբ խավարը ծածկում է մարդու կյանքը, ես խոսում եմ քրիստոնյայի մասին։ Երբ խավարը ծածկում է մարդու կյանքը, առաջինը ինչից մարդը խուսափում է, դա քույրերի ու եղբայրների հետ շփումն է։ Նա դադարում է շփվել, ինչու, որովհետև այլևս հետաքրքրված չէ լույսով։ Ամեն անգամ, երբ մոտենում է լույսին, ամեն անգամ հանդիմանություն է վերապրում։ Բայց Աստված կամենում է մեզ բերել նաև լույսի մեջ այն պատճառով, որ լույսի մեջ նա կարողանում է ազատել մեզ այն աղբից, որը մեր կյանքում պատել է մեզ և հնարավորություն չի տալիս Աստծուն կերտել այն արարածին, որին նա ուզում է ներկայացնել աշխարհին։ Ամեն ինչից առավել Աստված կամենում է, որ ես և դու քայլենք լույսի մեջ։ Պիտի մեջ բերեմ դարձյալ Դերեկ Պրինսի խոսքերից։ Դերեկ Պրինսն ասում էր. Աստված ներում է մեր մեղքերը և ազատում է մեզ ամեն անիրավությունից այն ժամանակ, երբ մենք քայլում ենք լույսի մեջ և հաղորդություն ունենք միմյանց հետ։ Եվ նա ասում էր, Աստված պատասխանատվություն չի կրում ներելու այն մեղքը և ազատելու այն մարդուն անիրավությունից, ով չի քայլում լույսի մեջ։ Աստված նման պատասխանատվություն չի վերցրել Աստվածաշնչում։ Դրա համար եթե կամենում ենք, որ Աստված մեր կյանքում իր գեղեցիկ գործերն իրականացնի, եթե կամենում ենք, որ Աստված արարի մեր կյանքում և մեզանից կերտի այն արարածին, որին նա պատկերացնում է, մենք առաջին հերթին կարիք ունենք լույսի մեջ գալու։ Ես ասացի, որ հրաշալի է, երբ Աստված մեր կյանքում ինչ-որ բան է անում, երբ Աստված հրաշքներ է անում մեր կյանքում, բայց այսօր Աստծո ամենամեծ հետաքրքրածությունը կայանում է նրանում, որ Աստված կերտի մեզանից ինչ-որ մեկը։ Այսօր Աստված աշխատում է ոչ միայն քո կյանքի հետ, այլև քեզ հետ։ Այսօր Աստված մաքրում է քեզանից, առանձնացնում է այն աղբը, որը հնարավորություն կտա կերտելու քեզանից այն կերպարը, որը նա սպասում է, որը նա ցանկանում է այս աշխարհին ի ցույց դնել։ Երբ աղբը առանձնանում է, զարմանալի բաներ կարող են դուրս գալ դրանից հետո։ Մի հրաշալի պատմություն կա, իրական պատմություն, որը տեղի է ունեցել 16-րդ դարում։ 16-րդ դարում, երբ Իտալիայում վերածննդի ժամանակաշրջանն էր, Ֆլորենցիայում կար մի հսկայական մարմարե մեծ բլոկ, որը ժամանակին արդյունահանվել էր նախատեսված լինելով մեծ քանդակների համար։ Բայց ասում էին, որ այդ բլոկը այնքան մեծ ու այնքան տձել էր, և այնքան անպիտան էր թվում, որ ժամանակի բոլոր քանդակագործներն ու նկարիչները նայում էին այդ բլոկին և ասում էին, որ սա անպիտան մի բան է։ Սրա վրա աշխատելը դա ժամանակի կորուստ է ուղղակի։
Ոչ ոքի դա չէր հետաքրքրում այդ բլոկը։ Երկար տարիներ այդ բլոկը, պատկերացրեք մի մեծ քարի կտոր, որը ուղղակի մնացել էր ինչ որ մի տեղում կանգնած ու ոչ մեկի հետաքրքիր չէր։ Ի վերջո այդ քարի կտորը մնաց այդպես էլ դրված մի անկյունում, մոռացված վատ նյութ պիտակով։ Նկարիչները եւ քանդակագործները դրեցին այդ քարի կտորի անունը վատ նյութ, անպիտան նյութ։ Մեզանից քանիսն են երբևիցե իրենց կյանքում իրենց զգացել որպես անպիտան մի նյութ։ Քանի անգամ են աշխարհում մատնացույց արել ու ասել, գուցե դպրոցում, գուցե ինչ-որ մեկի ծնողները, որ դու անպիտան ես, քեզանից ոչինչ դուրս չի գա։ Բայց մի օր Միքելանջելո Բոնարոտի անունով արդեն ճանաչված մի նկարիչ ու քանդակագործ տեսավ այդ մոռացված բլոկը։ Վերցրեց, որոշեց աշխատել դրա հետ։ Ոմանք հենց այդ ժամանակ նրան ծաղրում էին ասելով, սա անպետք մարմար է, ինչ ուզում ես արա, դու ուղղակի ժամանակդ կվատնես, վերջում էլ խայտառակ կլինես։ Բայց Միքելանջելոն այլ բան էր տեսնում, նայելով այդ քարի կտորին։ Տարիներ շարունակ օր ու գիշեր նա աշխատում էր այդ մարմարի վրա։ Նա ի վերջո քանդակեց մի գործ, որը դարեր անց էլ համարվում է աշխարհի արվեստի գագաթնակետերից մեկը։ Նա ստեղծեց հայտնի Դավթի արձանը։ Այդ քարի մեծ կտորից, այդ մարմարի կտորից նա ստեղծեց մի արձան, որը ոչ միայն իր խորհրդով, այլև իր ճարտարապետական, իր լուծումներով դարձավ ուղղակի գլուխգործոց համաշխարհային մշակույթի մեջ եւ համարվեց մինչեւ այսօր չգերազանցված։ Բայց զարմանալին այն է, երբ այդ արձանը ներկայացվեց հասարակությանը, մարդիկ ապշեցին, զարմացան։ Նրանք նույնիսկ չհավատացին, որ այդ անօգուտ մարմարի կտորից կարելի է այդպիսի գեղեցկություն ստանալ։ Մի մարդ այլևս չդիմացավ եւ զարմացած հարցրեց Միքելանջելոին. Ինչպես կարողացար։ Ինչպես կարողացար դու այս աղբի կտորից, որ տարիներ շարունակ ամենահայտնի քանդակագործները համարում էին ուղղակի աղբ, լքված, մոռացված, անպիտան մի քարի կտոր, ինչպես դու կարողացար այդ աղբից կերտել այսպիսի գեղեցկություն, կերտել Դավթի արձանը։ Միքելանջելոն համեստորեն նայեց այդ մարդուն ու ասեց. Ես ոչինչ չեմ ստեղծել։ Ես պարզապես ազատեցի Դավթին աղբից, որտեղ նա արդեն կար։ Հասկանում եք, Դավթի արձանը գտնվում էր այդ աղբի մեջ, բայց որպեսզի ինչ որ մեկը տեսներ այդ արձանը, նա պիտի նայեր աղբից ներս, ոչ թե միայն դուրսը։ Ինչպես է աշխարհը գնահատում մարդուն։ Մենք ինչպես էինք աշխարհում գնահատում մարդկանց։ Ըստ նրա արտաքին պահվածքի։ Եթե դու քեզ լավ ես պահում, դու լավ մարդ ես։ Եթե վատ ես պահում, ուրեմն վատ մարդ ես։ Եթե դու անում ես մի բան, որը գուցե անսովոր է, բայց ինձ դուր չի գալիս, ես համարում եմ, որ դու վատ մարդ ես։ Եթե դու անում ես սովորական բաներ, որ բոլորն են անում, ուրեմն դու լավ մարդ ես։ Աշխարհի հաջողության չափանիշը կայանում էր նրանում, թե որքան շատ մարդը կարող է ունենալ, որքան ավելի մեծ բարձունքների մարդը կարող է հասնել։ Ես վերջերս խոսում էի Հովիվ Վազգենի հետ ու ասում էի, մի զարմանալի բան եմ նկատել մեր օրերում։
Հիշու կարդում եմ նոր կտակարանում գործ կառակելոցում մարդկանց վկայությունները։ Դուք տեսնում եք ինչ վկայություններ են մարդիկ տալիս։ Կամ երբևիցե կարդացել եք Աստծո մարդկանց կյանքը, կենսագրությունները, տեսել եք ինչ վկայություններ են տալիս։ Իսկ հիմա ժամանակակից մեր օրերում նկատել եք ոնց են փոխվել մեր վկայությունները։ Այն ժամանակ մարդիկ վկայություն էին տալիս, որ բանտից ինչ որ մեկը ազատվեց, ինչ որ մի եղբայր։ Մեկը վկայություն էր տալիս, որ մի եղբայր նահատակ եղավ եւ ամբողջ համայնքը փրկվեց։ Մեկը վկայություն էր տալիս, որ աղոթեցին եւ ինչպես Տերը հրաշքով ուտելիք բերեց եւ կերակրեցին աղքատներին։ Մեկը վկայություն էր տալիս, թե ինչպես վերցրեց իր ընտանիքը, գնաց լքված մի վայր, հասարակությունից անջատված, Տիրոջը փառք բերեց, միսիոներական գործ կատարեց։ Մարդիկ ուրիշ վկայություններ էին տալիս, այն ժամանակ վկայություններն ուրիշ էին։ Հիմա ես լսում եմ վկայություններ, կարդում եմ երբեմն սոցցանցերում, ուզում եմ Տիրոջ փառքի համար վկայել, Տերը ինձ բնակարան օրհնեց, Տերը ինձ մեքենա օրհնեց, Տերը ինձ այս պաշտոնը տվեց, Տերը այն պաշտոնից հանեց, այն պաշտոնը տվեց, Տերը ինձ ֆինանսապես օրհնեց, ես ընդունվեցի այստեղ, ավարտեցի այստեղ, գնացի այստեղ, Տերը ինձ օրհնեց, ես հայտնվեցի Ամերիկայում։ Բայց փոխվել են մեր վկայությունները։ Մենք այլևս վկայում ենք այն, ինչ կապված է անձնապես մեզ հետ, ինչ վերաբերում է մեր անձին, ինչ մենք ձեռք ենք բերել։ Այն ժամանակ, երբ մարդիկ վկայում էին, նրանց վկայությունը միշտ կապված էր ուրիշների հետ։ Ինչպես է Տերը իրենց օգտագործել ուրիշների համար։ Այսօր վկայությունները փոխվել են, հիմա մարդիկ պատմում են, թե ինչպես է Տերը ուրիշներին օգտագործել իրենց համար։ Ինչու են փոխվել մեր վկայությունները։ Գուցե մենք ավելի եսասեր ենք դարձել։ Գուցե մենք չափից շատ ենք բարգավաճել, հարստացել։ Աստծո գերագույն նպատակը իր արարչության մեջ այսօր մեզ այդ աղբից ազատելն է։ Աստված կամենում է մեզ դուրս բերել այդ աղբից, որպեսզի կերտի մեզանից Դավթին, բայց այս անգամ արդեն ոչ թե Դավթին։ Ինչ եք կարծում։ Քո ապաշխարության օրվանից, երբ կյանքդ տվեցիր Հիսուսին, ինչու Աստված քեզ չվերցրեց։ Ինչու Աստված քեզ միանգամից չտարավ, չէ՞ որ դա հենց ամենահարմար պահն էր։ Դու հենց այդ պահին ամենահարմար տեքնածուն էիր երկինք գնալու համար։ Դու նույնիսկ չէիր հասցրել դրանից հետո մեղանջել։ Ամենահարմար պահն էր ուղիղ երկինք գնալու, բայց Աստված չտարավ քեզ երկինք, Աստված թողեց քեզ այստեղ։ Աստված թողեց, որովհետև Աստված դեռ չէր ավարտել, Աստված սկսել էր։ Աստված կարիք ուներ դեր իր գործերը անելու, իր գեղեցիկ գործերը անելու քո կյանքում, բայց այդ ամբողջ ընթացքում նրա գեղեցիկ գործերը, որոնք նա պիտի անի քո կյանքում, արդեն պատրաստ են։ Ով պատրաստ չի։ Ես ու դու։ Դրա համար Աստված աշխատում է մեզ հետ։ Այն ինչ Աստված խոստացել է, Աստված արդեն արել է։ Աստված այսօր կարիք չունի նոր մտածելու, թե ինչ պիտի անի։ Քիչ առաջ Մխիթար եղբայրը ասեց, ես տեսիլք տեսա, որ դահլիճը լցված էր, եւ Աստված ասեց ավելին է լինելու։ Ուշադրություն դարձրեցիք նա ինչ ասեց, ասեց ես տեսա։ Եթե նա տեսավ, ուրեմն դա արդեն կատարված է։ Եթե Աստված ցույց է տալիս, ուրեմն Աստված արդեն տեսել էր եւ տվեց նաեւ իր ծառային աչքեր տեսնելու այն, ինչ մենք այս պահին չենք տեսնում։ Աստված դա պատրաստել է, բայց ով պիտի պատրաստ լինի, որ Աստված բերի դա մեր կյանքում։ Մենք։
Մենք պիտի պատրաստ լինենք։ Մենք նման ենք այդ անպիտան մարմարին, որից Աստված ինչ-որ բան է ուզում կերտել։ Գիտես, գուցե աշխարհը նայում է մեզ ու համարում է անպիտան, որովհետև աշխարհի տեսանկյունից դու կարող է ոչ մի պոտենցիալ չունենաս այս աշխարհում ինչ-որ բան փոխելու համար։ Շատ քիչ մարդիկ բացառություններ էին Աստծո արքայության մեջ, ովքեր որ ունեին շատ լուրջ պոտենցիալ եւ բավականաչափ հաջողված էին աշխարհում, երբ Աստված նրանց ընտրեց իր գործի համար։ Մեծ մասամբ, եթե դուք նայեք ամբողջ Աստվածաշունչը, դուք կտեսնեք մարդկանց, որ Աստված հասավ նրանց իրենց ձախողման պահին։ Աստված հասավ նրանց իրենց քաոսի մեջ, իրենց անորոշության մեջ։ Աստված հասավ այն պահին, երբ գուցե մարդիկ այլևս նրանց վրա չէին նայում, բայց Աստված տեսնում էր այդ մարմարից ներս եւ փառք Աստծուն, որ միայն Աստված է, որ տեսնում է մեր ներսը։ Մենք տեսնում ենք մարդու արտաքինը եւ գնահատում ենք մարդուն արտաքինով, մենք ասում ենք Աստված նրան չի օգտագործի։ Նա այնքան էլ հարմար չի։ Նրա մազերը արդեն ժամանակից շուտ սպիտակել է, մեկինը թափվել է, մեկը ավելի մեծ է, մեկը ավելի փոքր է, երիտասարդ է, ծեր է, բայց Աստված այլ կերպ էր նայում։ Աստված ասում էր, ես սիրտ եմ փնտրում իմ գեղեցիկ գործերը իրականացնելու համար, ես կարիք չունեմ պոտենցիալի։ Վատ չի պոտենցիալ ունենալը։ Բայց Աստված դրա վրա չի հենվում իր արքայությունը կառուցելիս։ Միգուցե ոմանց դպրոցում ուսուցիչներն էին ասում, դու մարդ չես դառնա։ Ասել են ինչ-որ մեկին այդպիսի բառեր, մարդ չես դառնա։ Ես հիշում եմ իմ մաթեմատիկայի ուսուցչուհիներից մեկը, հուսով եմ այստեղ չի, չէ, հուսով եմ, որ մի օր այստեղ կլինի, բայց հիշում եմ, որ ես մաթեմատիկայից շատ թույլ եմ եղել, մինչև ես խնդիրը լուծում էի, բոլորը արդեն վերջացնում էին, կարող էին գնալ դուրս, ես տանջվում, մտածում էի, եւ իմ մաթեմատիկայի ուսուցչուհին մի բառ էր ասում, կոպիտ բառ էր դա, չեմ կարծում, որ մանկավարժը դա պետք է աշակերտին ասի, բայց ասում էր, ինչ ես այդքան դանդաղ աշխատում, էշացման պրոցես է մոտդ։ Եվ այն պահին, երբ որ ես արդեն ավարտում էի խնդիրը լուծում էի, ես լուծում էի շատ ուշ, բայց ես գտնում էի լուծումը, արդեն իմ ուսուցչին չէր հետաքրքրում դա։ Ինքը վերցնում էր իմ տետրը առանց նայելու ու միանգամից երկուս էր գնահատում։ Ինչու էր բարկացած իմ ուսուցչուհին, որովհետև ես իր առարկան լավ չգիտեի։ Բայց իմ ուսուցչուհին չգիտեր, որ ես կարող եմ 40 րոպեում երկու տարբեր թեմաներով ռեֆերատ գրել։ Իմ եւ ընկերներիս համար, որ ես կարող եմ համապատրաստից 15 տարեկանում ցանկացած թեմայի շուրջ տեսականորեն 30 րոպեանոց ելույթ ունենալ առանց պատրաստվելու։ Իմ ուսուցիչը չգիտեր, նրան դա չէր հետաքրքրում։ Նրան դա չէր հետաքրքրում։ Եվ այնպես էլ աշխարհում չի հետաքրքրում, թե դուք ինչ կարող եք, նրանք կենտրոնացած են մի բանի վրա, ինչ դուք չեք կարող։ Սրանք են հավատացյալները։ Ես լսեցի մի հայտնի լրագրողի արտահայտությունը, որ արեց, ասաց քրիստոնեությունը թույլերի համար է, թույլ մարդկանց համար է, որոնք ուղղակի երկնքի հույս են փնտրում, բայց գիտեք, ես կարծում եմ հակառակը, ինձ թվում է այդ լրագրողը քրիստոնեության պատմությունը լավ չգիտեր, որովհետև բավականաչափ համարձակ է պետք լինել անցնելու Ներոնի ժամանակաշրջանի առյուծների գուբով, անցնելու կոմունիստական բանտերով, դրա համար բավականին համարձակ է պետք լինել։ Ուստի քրիստոնեությունը բացարձակ վախկոտների համար չի։ Կարդացել եք Աստվածաշնչում, որ Տերը չի սիրում վախկոտներին։ Տերը սիրում է միայն իրենից վախեցողներին։ Փառք Աստծուն։ Աստված կամենում է այսօր մեզանից կերտել ու դարձնել իր գլուխ գործոցը, բայց ո՞րն է այդ գլուխ գործոցը։ Ինչ է Աստված կամենում մեզանից կերտել։ Ուզում է մեզ դարձնել ավելի հաջողակ
կամենում է մեզանից դարձնել հայտնի մեկը, ով կկանգնի այս ամբյոնի առջև ու ամբողջ աշխարհին կգոռա ու կասի, տեսեք, որքան լավն եմ ես։ Աստված կամենում է, որ դուք բարգավաճեք, Աստված կամենում է, որ դուք հարստություն ունենաք, ինչ է Աստված կամենում։ Ընդամենը մի կերպար կա, որ Աստված հետաքրքրված է մեր ներսում կերտել։ Աշխարհում կա մի կերպար, ուրիշ ոչ մի հետաքրքրություն Աստված չունի, մնացած ամեն բան, ինչ մեր կյանքում տեղի է ունենում, դրանք ուղղակի ատրիբուտներ են։ Մի կերպար, ոմանք գուցե արդեն կռահեցին։ Հռոմեացիների 8:29-ում գրված է, որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա շատ եղբայրների մեջ անդրանի կլինի։ Փառք Աստծուն, որովհետև միակ կերպարը, որին մարդը կարող է կերպարանակից լինել, դա Հիսուս Քրիստոսի կերպարն է։ Եվ Աստծո մեծագույն արարչությունը, Աստծո մեծագույն նպատակը իմ ու քո կյանքում, Աստծո ամենագեղեցիկ գործը, որ Աստված այսօր կարող է անել, դա Հիսուս Քրիստոսի կերպարը իմ եւ քո կյանքում կերտելու մեջ է։ Գիտեք ինչու է Աստված կամենում իր որդու պատկերը կերտել մեր ներսում, որովհետև իր որդու պատկերը դա հենց իր պատկերն է։ Այդ պատկերը նրա բնավորությունն է, նրա խառնվածքն է։ Ես վստահ եմ, որ եթե մենք երգենք մի երգ, որտեղ ասվում է, որ ես նման եմ Քրիստոսին, բոլորը այս դահլիճում համարձակ կերգեն այդ երգը։ Բայց եթե հիմա հարցնեի, պետք չի որ պատասխանեք, ուղղակի ռետորական հարց։ Եթե հարցնեի, ով այս դահլիճում համարձակ կկանգնի ու կասի, ես Քրիստոսի նման եմ, քանիսը կկանգնեին համարձակ ու կասեին, ես ուզում եմ Քրիստոսին նմանվեմ։ Դուք ասացիք ամեն, ես էլ եմ ասում ամեն, բայց գիտեք, որ այդ ամենից հետո կա գին, որը դուք պետք է վճարեք, որը ես պիտի վճարեմ։ Երբ որ երեխան ծնվում է, քանիսդ երեխաներ ունեք։ Երբ երեխան ծնվում է, առաջին հարցը, որ տալիս են, տղա է, թե աղջիկ։ Դրանից անմիջապես հետո հաջորդ հարցը, ում է նման, երեխան ում է նման, և ծնողների հիացմունքը, սրտի թրթիռը, երբ որ հանկարծ հայտնաբերում են, որ իրենց երեխան իրենց է նման, երբ որ ինչ-որ նմանություններ են գտնում, որ իսկի նման էլ չի, բայց նմանեցնում են, ծնողները ցանկանում են, որ իրենց երեխան նման լինի իրենց, դա նրանց ուրախություն է պատճառում, ծնողը նայում ու հասկանում է, որ սա իր մարմնից պոկված մի մասնիկ է, որն ամենաթանկն է իր համար, և սա իր նմանությունն է։ Բայց արդյոք բավական է, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երեխան արտաքնապես մեզ նման է։ Դրանից հետո ինչ ենք մենք անում տարիներ շարունակ։ Մենք կերտում ենք նրա բնավորությունը։ Մենք առավել հետաքրքրված ենք տարիներ հետո նրա բնավորությամբ ու խառնվածքով, քան նրա արտաքինով։ Նույն կերպ էլ Աստված։ Դու նման ես Քրիստոսին։ Լավ, այսպես ասեմ։ Դու նման ես հավատացյալի։ Դու խոսում ես այնպես, ինչպես հավատացյալները։ Երբ որ քեզ հարցնում են, ինչպես ես, չես ասում թու սենց էլ մնա լավ կլինի։ Ասում ես փառք Աստծուն։ Դու նման ես հավատացյալի, ինչպես որ Պետրոսին, երբ փորձում էր ուրանալ Հիսուսին, այն կինը ասաց. դու էլ էիր նրա հետ։ Գիտես ինչու, որովհետև քո խոսելն էլ քեզ հայտնի է անում։ Դու խոսում ես այնպես, ինչպես հավատացյալը, դու նման ես Քրիստոսին, բայց միայն այդ առաջին նմանությունը բավարար չի, Աստված չի բավարարվում միայն նրանով, որ դու փրկվեցիր, ու հիմա մի քանի բառ ես սովորել,
կրոնական, որ պիտի անընդհատ կրկնես, Աստված հետաքրքրված է իմ ու քո ներսում Քրիստոսի կատարյալ կերպարը կերտելով, եւ նա չի թողնի մեզ, քանի դեռ չի ավարտել այդ գործը։ Կարող եք փառաբանության խումբը մոտենալ։ Գիտեք, ժամանակակից մեր քրիստոնեության մեջ, մեր օրերում մենք ինչ-որ բան կորցրել ենք մեր տեսադաշտից։ Թվում է մենք ավելի շատ հետաքրքրված ենք, թե ինչ կարող է անել Աստված, ինչ զարմանալի բաներ կարող է անել Աստված։ Բայց ամենազարմանալի բանը, որ Աստված կարող է անել, դա քո ներսում է։ Ամենազարմանալի եւ ամենագեղեցիկ գործը, որ Աստված կարող է անել, դա այն գործն է, որ Աստված անում է իմ եւ քո մեջ։ Հասկանում ես, երբ դու հիմա նայում ես քո կողքինին, քո կողքի նստածին, գուցե նույնիսկ չես էլ ճանաչում կամ գուցե շատ լավ ես ճանաչում։ Դու տեսնում ես նրա արտաքինը, գուցե եթե ճանաչում ես ինչ որ չափով նաեւ նրա բնավորությունը։ Գուցե գիտես ինչ սпасել։ Գուցե քեզ շատ հարազատ մարդ է, ով հիմա քո կողքն է։ Բայց հավատա, այնքան խորը, որքան Աստված է տեսնում նրա մեջ, դու չես կարող տեսնել։ Դրա համար երբեմն մեր դատողությունները մարդկանց մասին, թե ում է Աստված օգտագործում եւ ոչ, երբեմն այդ դատողությունները մի փոքր ավելի պետք է քննվեն։ Դատողություններ անենք մարդկանց մասին Հիսուսի աչքերով։ Նայենք ոչ թե այդ աղբին, որը ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի պատճառներով մարդկանց կյանքում գուցե կուտակվել է, նայենք այդ աղբից ներս, որովհետև երբ նայում ես այդ աղբին, մի բան ես ուզում ես, որ Աստված դատաստան անի։ Այսօր երբ նայում ենք աշխարհում մեր շուրջը ինչ է կատարվում, երբ տեսնում ես մի երկիրը մյուս երկրին կարող է սովի մատնել, տեղի են ունենում հիմա պատերազմներ, մերձավոր արևելքի տարածքը բավականին խառնաշփոթ վիճակում է։ Վերջերս ես լսեցի մի հրյա ռաբբիի հարցազրույցը, շատ ցավալի էր ինձ համար լսել դա հրյա ռաբբիից։ Նա բարկացած խոսում էր, դե գիտեք Իսրայելը Պաղեստինի հետ գտնվում է կոնֆլիկտի մեջ, հիմա Գազայում պատերազմ է ընթանում, սով, երեխաները մահանում են ոչ թե արկերից, այլ մահանում են ընդամենը սովից, սովամահ են լինում, 21-րդ դարում, երբ որ մարդիկ արդեն գումարով ուղղակի կարող են թռչել տիեզերք, մի քանի ժամ անցկացնել ու հետ գալ։ Երեխաները մահանում են սովից։ Եվ այդ հրյա ռաբբին ասում էր, պետք է թույլ տանք, որ այդ երեխաները սովամահ լինեն։ Ես նրանց չեմ խղճում, ես բառացի մեջ բերում եմ։ Ես նրանց չեմ խղճում, որովհետև եթե նրանք վաղը մեծանան, նրանք չեն խղճալու մեզ։ Դրա համար թույլ տվեք, թող սովամահ լինեն։ Ես լսում էի ու ասում էի, ահա թե ինչպես է մարդը տեսնում մարդուն։ Մենք մարդու մեջ կարող ենք տեսնել թշնամի, կարող ենք տեսնել անպիտան մեկը։ Բայց Աստված նայում է մարդուն եւ այդ ամբողջ աղբի մեջ, գիտեք, մեկի մոտ աղբը կարող է մի քիչ լինել, մեկի մոտ մի քիչ շատ։ Մեզանից ինչ որ մեկը եկավ քիչ աղբով, մյուսը եկավ շատ աղբով, բայց աղբը մնում է աղբ։ Ինչ տարբերություն ես քեզ տամ մի դույլ աղբ, գրկես ու պահես, թե տամ մի քիչ աղբ։ Ինչ է դու մի քիչ աղբը հաճույքով կպահես, չես շպրտի նույն կերպ, ինչպես որ մի դույլ աղբը, որովհետև աղբը մնում է աղբ։ Աղբը բերում է հիվանդություն, աղբը բերում է քաոս, աղբը բերում է համաճարակ։
Եվ այսօր մենք գործ ունենք աշխարհում հենց մարդկային աղբի հետ։ Աստված գործ ունի մարդկային աղբի հետ, բայց ոչ թե նայելով այդ աղբին Աստված ուզում է ոչնչացնել մարդուն, ոչ։ Աստված նայում է այդ աղբից ավելի խորը եւ տեսնում է իր որդու պատկերը։ Բայց որpիսի գա ժամանակը եւ մարդիկ տեսնեն այդ որդու պատկերը, Աստված պիտի այդ աղբից դուրս բերի մարդուն։ Այո, Աստված տեսնում է հիմա, բայց ոչ մարդիկ։ Նայենք մարդկանց Աստծո աչքերով։ Թույլ չտանք, որ մեր կյանքերում լինեն չլուսավորված բնագավառներ, չլինեն այնպիսի տեղեր, որոնք դեռ Աստծո առջև ներկայացված չեն։ Եթե այսօր Աստված դեռ ձայն չի հանում, դա դեռ չի նշանակում, որ նա դարձել է մեզ նման։ Նա դեռևս ձայն չի հանում։ Այսօր է մեր ժամանակը բերելու մեր կյանքերը Աստծո առաջ, մեր կյանքի ամեն բնագավառները։ Եվ թույլ տանք, որպեսզի Աստված արարի իր գեղեցիկ գործերը մեր մեջ, որպեսզի Աստված դուրս բերի եւ ի ցույց դնի այս աշխարհին իր գլուխ գործոցը, որը իր միածին որդի եւ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառահեղ կերպարն է մեր ներսում։ Եկեք ոտքի կանգնենք։